Բարի օր բոլորին։ Դե ինչ, այսօր դատավճիռ կայացվեց Բաքվում մեր ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ։ Բոլորին ցմահ ազատազրկում։ Բոլորը կարող է ասեն, որ դրան էինք սպասում, էլ ինչ սպասենք Թուրքից, որ պիտի դատեին, պիտի լիներ, բայց չէ ժողովուրդ, դա չպիտի լիներ։ Չպիտի դատապարտվեին այդ մարդիկ թշնամու մոտ, ընդհանրապես չպիտի այդ մարդկանց դատապարտել Ալիևը։ Այդ դատապարտելը դա մեր համար ցմահ նվաստացում է։ Այդ դատապարտելը մեր համար ցմահ խայտառակություն է։ Ամեն մեկս այսօրվա պարագայում, որ վաղվա օրն եք բանանում մեր կարևոր հարցերը, այս ժամանակների հետ կապված խնդիրները հետո գցելով, ժամանակին մենք որ չարեցինք այն ինչ պետք էր անենք, դավաճանները չպատժվեցին, հանցագործները չպատժվեցին, այսօր այդ բոլորը դրա արդյունքներն է։ Ներկա իշխանությունը մեծ ուրախությունով թշնամու հետ գրկախառնության մեջ, միասին, մի հատ ստոր, որ ասում է խայտառակ բան, նկար էլի, ինչ ամենօրյա ռեժիմով մեկ ինչ տեսնում եք։ Այսքանը ինչի համար եմ ասում, այսքանը ինչի համար եմ ես մտահոգված ներկայացնում։ Վաղը այս հողի մեջ են մեզ դատապարտելու, վաղը մեզ էլ են դատապարտելու, էլի նույն թշնամին, նույն ներքին թշնամու ձեռքով։ Այսօր մենք ունենք լուրջ խնդիրներ, այսօր մենք ունենք լուրջ անելիքներ։ Աշխարհով մեկ սրանք մեզ խայտառակ արեցին։ Արցախի կործանումից սկսած, այսքան ժողովրդին փախստական դարձրած, ցեղասպանության մատուցած, ցեղասպանության եզրին կայնեցրած, էլ ինչ եք ուզում, էլ ինչի եք սպասում, որ ինչ որ որոշումներ ձեր մեջ կայացնեք, ինչ ուղղությամբ կամ ինչ ճանապարհով մենք շարժվենք։ Սիրելի հայրենակիցներ, նորից ենք կրկնում, նորից եմ ասում, որպես մեր հասարակության մի մաս, մենք ապրում ենք շատ վճռական ճակատագրային ժամանակահատվածում, ժամանակաշրջան, ամեն մեկից է կապված վաղվա ապագան, վաղվա իրադարձությունները, վաղվա ապագան մեր մասին է, վաղվա ապագան ղեկավարը ինքը չի կարա որոշի, նման ղեկավարը, նման ստոր սրիկա ղեկավարները չեն կարա վաղվա լավ ապագա ձևակերպեն։ Մենք հզոր առաջնորդ պիտի ունենանք, մենք պիտի ամեն ինչ անենք, որ վերածնվենք։ Այսօր Ռուբեն Վարդանյանի ուղերձը, էլի Բաքվի բանտում, մենք ուզենք, չուզենք, պիտի վերածնվենք նորից։ Սա մեր, ոնց ասեմ, ոչ թե ստիպված, այլ ընկել ենք մի հատ իրավիճակ, որ մենք այդ իրավիճակում պիտի իրական մեր կերպարով հայ էությունը, ազգային էությունը մեր, պատկանելիությունը մեր ցույց տանք։ Սա է եղել մեր հայ ժողովրդի ուժեղ տեսակը, որ մենք այսքան հազարամյա տարիներ գոյատևել ենք, հանուն են մարդկանց շնորհիվ, հանուն նման առաջնորդներին, հանուն նման հզոր ղեկավարներին, որ հայ ազգը միշտ ապրել է իր հողում, որ հայ ազգը միշտ ամրագրել է իր էությունը ու միշտ էլ, որ ասում եմ, փոխանցել է հաջորդ սերունդին, մեր զոհված բոլոր հերոսներին, այդ նման տղերքը իրենց զոհաբերել են, հանուն ինչի, հանուն մեզ են չէ զոհաբերել, հանուն վաղվա մեր երեխոց համար են չէ զոհաբերել։ Այսօր մենք ինչ ենք ընտրություններ անում, որ ճանապարհով գնանք, ինչ ճանապարհով գնանք, կամ ինչ խաղաղություն եք ողորմում լավ ապրելու համար, շատ ալյուր ստանալու կամ շատ բենզին ստանալու համար, էժան ստանալու համար, բերեք այդ ամոթանքը չամարագրենք մեր վրա դարերով, բերեք այդ ամոթանքը չամարագրենք մեր վրա իրական բանով, որ ասում է, չկա տենց բան, իրականությունը չի համապատասխանում մեր ազգային էության հետ, իրականությունը չի համապատասխանում մեր հայ լինելու հետ։ Մեր վաղվա օրը մենք պիտի այդ որոշումը կայացնենք, ամեն մեկս, նորից եմ ասում, չտրվելով ինչ-որ քարոզարշավների, չտրվելով ինչ-որ մարդկանց մենք գիտակցաբար պիտի հասկանանք ում ենք ընտրում, ով պիտի լինի մեր առաջնորդը, ում հետ պիտի ինչ ճանապարհ գնանք,
որ իրականում մենք կարողանանք վաղը տեսնենք իրական խաղաղություն ձեռք բերողները, ու այդ իրական խաղաղությունը դա ողորմելով չի լինելու, ողորմելով խաղաղություն չի լինում։ Մի նայեք սրանք ամեն ինչ խափում են, ամեն ինչ մանիպուլյացիա են անում, սա թուրքական ծրագիր է, այս ծրագիրը ամեն մեկի այս սրիկաների ձեռով այս երկիրն են, այս մայր հողնել են փչացնելու, այս մայր հողնել են դարձնելու աղետի վրասմա բան տեղ։ Բերեք գիտակցաբար հասկանանք, ես գիտեմ ծանր է այդ որոշումը Բաքվում կայացրած դատավճիռը բոլոր հարազատների, նույնպես իմ համար։ Եղբայրս էլ էր դատապարտվել, այդ մի քանի ամիսներ առաջ, ծանր գիտեմ, որ ասում եմ, այդ հասկացողությունը իմ մեջ կա, բայց դա մեզ չպիտի կոտրի, մեր անկոտրությունը, ոնց որ մեր գերիները մնացին անկոտրուն, ոնց որ մեր հերոսները մնացին անկոտրուն իրենց զոհաբերելով, մեկ ամեն մեկից պարտականությունը, պարտքն է, այսօր որ ասում եմ, մենակ քայլենք, մենակ գնանք այն ճանապարհով, որ ճանապարհի վրա կա արժանապատվություն, հանուն արժանապատվությունից գեր արժեք ունեցող բան չկա, արժանապատվությունը դա մեր գեր նպատակը պիտի լինի, առանց արժանապատվության իրական խաղաղություն չի լինելու, առանց արժանապատվության վաղվա հզոր Հայաստան չի լինելու, առանց արժանապատվության տնտեսություն, զարգացում, լավ ապրել չի լինելու։ Դու չես կարա լավ ապրես նվաստացած, դու չես կարա լավ ապրես ինչ որ մեկին ծառա լինելով։ Ինչ եմ ուզում ես խոսքերովս ասեմ, իմ նպատակը ինչ է այսօրվա այս բառերը, որ ներկայացնում եմ։ Սիրելի ժողովուրդ, ուշքներդ գլուխներդ հավաքեք, հորդորում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում ձեզ, ուշքներդ գլուխներդ հավաքեք։ Սիրելիցի Արցախահայություն, տառապած իմ ազգ, իմ ժողովուրդ, մենք այսօրվա օրը որ հասանք այս ծանր իրավիճակին, սրանից չպիտի հուսահատվենք, սրանից պիտի մենք ուժ նորից վերածնվենք ու ուժ ձևակերպենք, որ կարողանանք մենք հաղթահարենք բոլոր մեր դժվարությունները, որ կարողանանք արժանապատիվ հաղթող դուրս գանք, բայց սկզբից պիտի մենք ներքի թշնամու, որ ասում է, դեմը առնենք, ներքին թշնամու հարցերը լուծենք, հետո անցնենք արդեն մնացած հարցերին։ Մենք հզոր ազգ ենք։ Ես վստահ եմ, որ այդ վերածնունդը լինելու է։ Ես վստահ եմ, որ մենք այս ծանր ժամանակները կարողանալու ենք հաղթահարենք։ Բոլորիդ լավոր եմ մաղթում, բոլորիդ մաղթում եմ լավ, որ ասում եմ, տեսլական, ամեն ձևի, միասնական, բոլորին քարոզչական ես, նախընտրական ես, քարոզչական ես ներկայացուցիչներին խաղեր մի տվեք։ Սա վճռական է բոլորիդ համար։ Բացի այն նիգադիա ես սրիկա սպեկուլատ բաների անձերի մասին եմ խոսում, որոնք կան ամեն տեղ։ Սա բոլորին է վերաբերվում։ Ամեն ձևի համախմբված մի, որ ասում եմ, բռունցքով, մի ուժի բանով պիտի մենք առաջ շարժվենք։ Ուրիշ մեզ ճանապարհ չունենք, պիտի հաղթահարենք։ Բոլոր մեղավորները պետք է պատժվեն ու իրական պատժվելու են։ Ես ասեմ ձեզ, մենք առանց պատժել, չտեսնելով դրանց պատժված, մենք մեզ լավ չենք զգա, այ լավ լինելը, լավ ապագա, լավ կյանքը ես դրա մեջ եմ տեսնում։ Ինքնամաքրվելն է, որ ասում եմ, վերածնունդն է, ու այդ բաները մեր մեջ կա։ Բերեք մեկ էլ լինեք օրինակելի մեր վաղվա ապագա սերունդի համար։ Իրական ու մենք կարանք այսօրվա իրավիճակում ամեն մեկս իրական նվիրված հայ լինելով լինենք ամեն ձևի օրինակելի մարդ վաղվա ապագա սերունդի համար։ Շնորհակալություն։